Հայաստանի անելիքը ո՞րն է այս պայմաններում։ Դե հիմա հեգնենք, չհեգնենք, հիմա ծիծաղելու կամ ժպտալու նույնիսկ տրամադրություն չկա, մանավանդ զգում ենք, որ 5 պակաս է նրանից, որ մեր երկիրն էլ կհայտնվի վառվող բոցերի մեջ։ Հեգնելու բան չկա, իհարկե, գուցեև արհամարելու, հեգնելու բան կա, ինչ-որ կաթողիկոսներ են կռիվներ տալիս, մուկ են տշում այսօր իմացանք, հա։ Այդպիսի բաներով են զբաղված, անլուրջ է դա, շատ լավ է, որ գոնե աղամանների կամ ծխելու մասին նորից կառավարության նիստի չեն անում, բայց որ դե ասել են, որ կոչ ենք անում դադարեցնել, բնականաբար մեր պետության կոչերը շատ այնպես ձեռքերը վեր բարձրացրած եւ Իրանը եւ Իսրայելը կընդունեն։ Ծիծաղելի է, ցավալի է, մենք տեսնում ենք, որ թուրքական աշխարհի մի կարևոր դերակատար, որ մեր պատճառով դարձավ այդքան կարևոր դերակատար, Ադրբեջանը, այսօր լուրջ խաղացող է տարածաշրջանում եւ ինքը խաղի մեջ է։ Եվ եթե հանկարծ զսպումներ չեղան, մենք իրոք կհայտնվենք ուղղակի էպիկենտրոնում։ Դրա համար երևի թե պետք չի ձևեր թափել, մասնակի զորահավաք պետք է հայտարարել Հայաստանում եւ մեր ամբողջ կենսական ուժը ինչ ունենք պետք է կազմ պատրաստ առաջին մարտական պատրաստության բերենք նաեւ դա մենակ զինական մասով չէ որ ասում եմ նաեւ մեր սփյուռքին հատուկ կոչով պետք է դիմել սփյուռքի լոբիստական կազմակերպություններին իրենց պետությունների օժանդակությունը ստանալու համար այստեղ մեր համազգային էներգիայի կուտակման համախմբման խնդիր կա Ոչ թե չէ, հիմա ասենք 10,000 հոգի կամ 100,000 հոգի զորակոչվեցին դեպի բանակ։ Մի քանի հատ ընդհանրապես դետային հարվածները բավարար են, որ ոչնչացվի այդ ամեն, ինչպես որ տեսանք Իրանի պարագայում, չէ, ամբողջ ռազմական վերնախավը գլխատվեց երեք գիշեր։ Պարոն Հայրապետյան, զսպումներ Հայաստանը ումից պետք է ակնկալի որ կողմից ԱՄՆ-ից Եվ քաղաքական զսպման մասին է խոսքը։ Բացառապես, որովհետև Ադրբեջանը ինքը իրենից ոչինչ չի ներկայացնում, որպեսզի ինքնուրույն որոշումներ կարողանա կայացնել որևէ պետության վրա հարձակվելու համար։ Նա ինքնուրույն կատարեց կայացրեց որոշումը, երբ 2020 թվականին հարձակվեց Հայաստանի վրա։ Հիշենք այդ կասկածելի ազգությամբ տերեն տուվացի Ռուսաստանի պաշտպանության նախարարին Շոյգուին, հա, որ ասաց, որ իրենք թուրքերի հետ նուրբ, այո, օպերացիա իրականացրին, իրենց համար օպերացիա, որտեղ չեկիստական տրամաբանության մեջ է Ռուսաստանն ամեն ինչ օպերացիա է։ Այսինքն ինչ ունենք չունենք, նույնիսկ այդտեղ Մարգարիտա Սիմոնյանն ու Տիգրան Քոսայանն են գործում մեզ համար, մենք ոչինչից հրաժարվելու իրավունք չունենք այս պահին։ Մենք պիտի կարողանանք ինչ-որ կերպ այս փոթորիկը մեր կողքով անցկացնել։ Դրա համար հատուկ տաղանդ է պետք եւ ոչ թե հատուկ հիստերիկություն։ Հիմա կաթողիկոսի եւ վարչապետի այդ հակադրությանը ձեր խոսքում որ անդրադարձակ, դա մինչեւ Իրանի վրա Իսրայելի հարձակումներ ակնկալել, որ այս հարևան երկրում կատարվողից հետո գոնե կփոփոխվի իրավիճակը եւ վարչապետի թիրախում չի լինի կաթողիկոսը։ Եթե բացառենք խելագարության կանխավարկած, այո, կարելի ակնկալել։ Բայց չեմ բացառում էլի։ Հիմա օրակարգը այդ կաթողիկոսին հեռացնելու Փաշինյանի կողմից դրված օրակարգը հասնելու է իր նպատակին։ Ինչ վերլուծություն ունեք եւ ինչու է մտել վարչապետը այս ուշադրություն է շեղում։ Այսօր էլ հենց հիմա խոզարկություններ են, չէ, կատարվում Հայաստանի բացի երևի նախագահից բոլոր կարևոր պաշտոնները զբաղեցրած մականունն եմ հիշում Հովիկ Աբրամյանի բնակարանում իրեն ձերբակալել են։ Այսինքն տեսեք մեր ուշադրությունը, հանրության ուշադրությունը տարբեր կողմերի վրա են սևեռում ուշադրության ցրում է դա կոչվում մանիպուլյացիաների ձևերից մեկն է եւ մեր ուշադրությունը ցրում են։ Ուղիղ հակառակը ես կարծում եմ մեր ուշադրության կենտրոնացումը պետք անվտանգային խնդիրները հնարավորինս արդյունավետ լուծելու համար։ Լավ կլինի որ դադարեցնի կաթողիկոսի դեմը, բայց չեմ էլ կարծում որ կաթողիկոսը կդադարեցնի այն որ ինչ որ տակից անում մեր եկեղեցական վերնախավն այնպես չէ էլի որ ասեմ հոգևոր սպասարկության դեր էր տանում սովորական մի կուսակցություն էր դարձել եւ մտել էր քաղաքական ասպարեզ եւ հիմիկվանից չէ դեռ մի քանի տարի արդեն քաղաքական գործոնի դեր էր տանում ինքը քաղաքական հայրաբար ասելու իր շնորհը
որ միայն իր առանձնաշնորհն է, դրանից հրաժարվել եւ սովորական քաղաքական կուսակցության դեր տանում։ Նիկոլին ասում է, ես եմ երկրի վարչապետը, որպես կուսակցություն քեզ վատ ես պահել, բայց շատ վատ բանի վրա է անում, այդ կուսակրոնության բանի վրա, դա շատ վատ է։ Մենք թող KGB-ի արխիվները բացի, հա, դա մեր ժողովրդի համար շատ ավելի համոզիչ կլինի, որովհետև ինձ նմանները կգտնվեն, որ կասեն շատ էլ լավ է արել լիքը երեխեք է ունեցել, ինչքան կարող եք շատ երեխեք ունեցել, բայց Նիկոլ ջան քո եռաբրուրում պարկեցրած 4-5 հազար տղայի փոխարեն պիտի լինեն, թե չպիտի լինեն, այո, հայերն ինչքան կարող են թող բազմանան, անկախ այդ ձևական կուսակրոնություն, մուսակրոնությունից, մենք մեր Խրիմյան հայրիկը ամենասիրելին է, չէ՞, նա էլ աղջիկ ուներ մեր Գրիգոր Լուսավորչի տոհմը բավականին երկար 150 տարի ժառանգաբար կաթողիկոսական աթոռը ժառանգեցին եկավ ասավ մինչև Սահակ Պարթև ոչ պետք չէ մեր ժողովրդին տանել այդ դաշտն էլ կեղծ ձևով էլի որ 21-րդ դարում այդ կուսակրոնությունը սարքել, կուսությունը սարքել, չգիտեմ, ինչ որ առանցքային արժեք, ոչ առանցքային արժեք է եւ հաստատուն արժեք է, անփափուխ արժեք է, օտարի գործակալես թե չէ, թող KGB-ի ամբողջ արխիվները բացվեն եւ մեր ժողովուրդը կհասկանա, որ մեր այսօրվա թշնամին ոչ թե կույս լինել կամ չլինելն է, այլ օտարի ագենտ լինելը կամ չլինելն է։ Այդ դա թողանի, բայց քանի որ ինքը չի կարող անել, որովհետեւ մեր օրակարգը չէ, որ ինքը սպասարկում է մեր երկրի վարչապետը։ Ցավոք սրտի։ Բան օրակարգն է սպասարկում Հայաստանի վարչապետը, պարոն Հայրապետյան։ Եթե եկեղեցականերին ասում են ռուսական շահերն եք սպասարկում, ապա Հայաստանի իշխանությունը ում շահերն է սպասարկում։ Դե ռուսական է։ Դուք հիշում եք սրանից 10-15 տարի առաջ ռուսները դարձյալ այսպիսի մի բան էին անում, մեր կաթողիկոսները գնում էր դրան, որտեղ աթոռը քաղցր բան է, հա, եթե անգամ դա տերտերական աթոռ է, որ մեզ խցկեն իբրև թե դավանաբանական բանով, մեզ խցկեն ռուսական եկեղեցու տակ։ Այն դեպքում, երբ որ համաշխարհային առումով մենք շատ ավելի բարձր դասի եկեղեցի ունենք, եկեղեցին տերտերականությունը չէ, դա ընդհանրապես մեկ բաղադրիչն է։ Կան Ռուսաստանը։ Մենք Երուսաղեմում 3-ից 1-ն ենք լատին եւ օրթոդոքս եկեղեցիների հետ հավասար։ Ռուսները չունեն դա։ Կրակը, մոմը վառելու համբարձման տոնի դա միայն մեզ եւ հույներին է տրված, ոչ իրենց։ Հիմա եթե մենք մտնում ենք այնտեղ, մենք մեր եսավի նման մեր ավակությունն ենք վաճառում, ինչ որ փնթի թաթար մոնղոլական մի համակարգի, որ անունով քրիստոնեական է 1000 տարի 988 թվականից, երբ որ մկրտվեց Կիևյան Ռուսիայի Կիև քաղաքի ջրերում, Դնեպրի ջրերում մկրտվեց, հիմա այդ նույն Կիևի դեմ կռիվ է տանում Ռուսաստան, բայց դրան կարելի է մեր ավակությունը զիջել եւ ընդհանրապես կարելի է թե չէ։ Այստեղ գուցե հակառակ բաներ, չգիտեմ, ձեզ հետաքրքրում է այս։ Իհարկե հետաքրքիր է, պարոն Հայրապետյան։ Սա ընդամենը մեկ շերտն է, որ բանան դուք բավական երիտասարդ եք, չեք հիշի, սովետի ժամանակ sense բան կար էլի, բռնում էին, տանում էին ոստիկանատուն։ Այնտեղ երկու տիպի դեր են խաղում, դերասանություն էին անում միլիցիոներները, բարի եւ չար միլիցու դերեր էին խաղում, բայց երկուսն էլ նույն միլիցիան են, հա, ունեն նույն ղեկավարը, ոստիկանության աշխատակիցներն են։ Նույն ձևով մեր ռուսական իշխանությունը եւ մեր ռուսական եկեղեցականությունը հանձնարարված է քաոս ստեղծել այստեղ, որպեսզի մենք հենց հիմա չկարողանանք սթափության կոչնակ հնչեցնել եւ ուժերի գերլարմամբ գտնել այն բանաձևը, որը մեզ կկարողանա ապահովել առաջիկա թողուբոյից։ Առաջիկան էլ 7 տարի յետևում չէ, ինչպես տեսնում ենք։ Եվ հիմա զբաղվել, չգիտեմ, կախիչներ ստուգելով, աղամաններով, չգիտեմ, ծխախոտի վրա ռուսերեն գրելով, էլի այդպիսի բաներ շուտով կանեն կամ ինչ որ նախկին վարչապետ բռնողը էլի 5-6 տարի իշխանություն էր։ Հիմա նույնիսկ արհամարանք ունես քո հանդեպ, զզվանք ունես քո հանդեպ։ Իսկ այն ժամանակ կիսաստված էր, չէ, 18-ից 20 թվերի մինչև պատերազմ։ Այն ժամանակ էր պետք անել։ Մարդիկ գոռում էին մեր մեծ ասած վեթինգ, անել այդպիսի մի բան։ Պատերազմական իրավիճակ է, հիմա մենք ռազմադաշտային դատարաններ պիտի ունենանք։ Հենց հիմա արդեն պիտի ունենանք եւ այո Հայաստանում բացառված չէ, որ պետք է հայտարարել առաջիկա օրերին ռազմական դրություն։ Մենք անառականոցի կույսի կերպարանք ենք ընդունում, թե իբրև մեզ այդ ոչինչ չի կատարվում։ Կատարվում է,
եւ մենք ղզիկ ենք, կնաբարոյենք, եթե դա չենք փորձում անցնել, ինչ աղետ կարող է գալ մեր գլխին։ Մենք հենց տարածաշրջանում ինչ դաշնակիցներ ուրիշ ինչ ելքեր կարող են գտնել, ում կարող ենք հրավիրել կամ ում կարող ենք վտարել։ Մեր սահմանը ոնց ենք պահում, եւ այդ սահմանները կիլոմետրերով չեն սկսվում։ Այն որ ձեզ մոտ էլ ասում էի փոքր մհերին, հա, պետք է քարայրից դուրս բերել, այդ փոքր մհերը մեր ներսում է դրսում, ինչ որ միտեղ չի, բանալը չի, ափի լեռների վրա։ Մեր սրտի դռները մենք պարտավոր ենք բացել, իսկ մենք չէ, մենք մենակ ուտենք, չի կարելի էլի այս ուտելիքից էլ կզրկվեն, ասենք վերջի պահին լափեցիկ։ Դες մի հատ պատմված կա, չէ, ես ափսոս դա չեմ տվել ժամանակին վարչապետին, ես խնդրեցի, որ ինքը կարդար Դեմիրճյանի ավելորդը, հիմա կխնդրեի, որ ցանկապատը կարդար Զորյանին։ Մենք հիմա ցանկապատ սարքելով ենք զբաղված, երբ որ մոտենում են մեզ, ուղղակի մոտենում են։